Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին ալիքին բաժանորդագրվելու, լուրերը հավանելու եւ դրանք տարածելու համար։ Սկսենք։ Միացյալ Նահանգների Իրան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել, քանի որ բանակցությունների շուրջ իրավիճակը մնում է անորոշ եւ հակասական։ Ամերիկյան կողմը ներկայացրել էր 15 կետանոց առաջարկ, որը ներառում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում, նրա միջուկային ծրագրի սահմանափակում, հրթիռային կարողությունների կրճատում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում, որը համաշխարհային նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է։ Սակայն Թեհրանը մերժել է այս առաջարկը եւ հանդես եկել հակաառաջարկով։ Իրանի ներկայացրած պայմանները ներառում են իր ղեկավարության դեմ հարձակումների դադարեցում, երաշխիքներ, որ այլևս պատերազմ չի սկսվի իր դեմ, պատերազմի փոխհատուցում, ռազմական գործողությունների ավարտ եւ Իրանի ինքնիշխանության լիարժեք ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը շարունակում է պնդել, որ բանակցությունները դեռևս շարունակվում են եւ չեն մտել փակուղի։ Սակայն Վաշինգտոնը նաեւ կոշտ նախազգուշացում է հղել, նշելով, որ եթե Իրանը չընդունի ներկայիս իրավիճակը եւ չհամաձայնի բանակցային պայմաններին, ապա կարող են իրականացվել նոր ռազմական հարվածներ։ Թեհրանի հիմնական նպատակները պարզ են, ցանկանում են պահպանել հրթիռային ծրագիրը առանց սահմանափակումների եւ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի վրա, այնտեղով անցնող նավերից վճարներ հավաքելու նպատակով։ Ամերիկյան պաշտոնյաները այս պահանջները գնահատել են որպես անիրատեսական եւ անընդունելի։ Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է երբեք չստեղծել միջուկային զենք, սակայն բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ կողմերի միջև տարաձայնությունները շարունակում են խորանալ։ Միաժամանակ Պենտագոնը քննարկում է հազարավոր զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում։ Տեղեկությունների համաձայն նախատեսվում է բարձր պատրաստության բերել ամերիկյան արագ արձագանքման էլիտար ստորաբաժանումներից մեկը՝ օդադեսանտային ուժերը։ Այս զորախումբը համարվում է Միացյալ Նահանգների բանակի ամենաարագ տեղակայվող ուժերից մեկը եւ կարող է կարճ ժամանակում տեղափոխվել աշխարհի ցանկացած թեժ կետ։ Պատմականորեն այն մասնակցել է խոշոր ռազմական գործողությունների սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Իրաք եւ Աֆղանստան։ Չնայած պաշտոնական հաստատում դեռևս չկա, փորձագետները նշում են, որ ուժերը կարող են օգտագործվել ամերիկյան դիրքերի ամրապնդման, ռազմավարական օբյեկտների պաշտպանության կամ Իրանի դեմ զսպման նպատակով։ Վաշինգտոնը պատրաստվում է տարբեր սցենարների։ Իրանի կողմից խաղաղության առաջարկի մերժումը եւ Միացյալ Նահանգների ռազմական պատրաստությունները վկայում են, որ հակամարտությունը կարող է անցնել ավելի վտանգավոր փուլ։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում քննարկումների նստել Վաշինգտոնի հետ եւ չի ընդունում պատերազմը դադարեցնելու առաջարկներ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների դիրքորոշումը արդեն իսկ ռազմավարական պարտություն է։ Զոլֆաղարին նաեւ զգուշացրել է, որ տարածաշրջանում ներքին տնտեսական պայմանները չեն վերականգնվելու, մասնավորապես էներգետիկ շուկաներում նախապատերազմյան գները այլևս չեն վերադառնա։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի կայունությունը կարող է ապահովվել միայն Իրանի զինված ուժերի միջոցով։ Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում որևէ պայմանավորվածության գալ Միացյալ Նահանգների հետ եւ շարունակելու է իր քաղաքականությունը ուժի դիրքից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թեհրանը չի նախատեսում որևէ բանակցություն Միացյալ Նահանգների հետ եւ մինչ այժմ նման բանակցություններ չեն եղել։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը ներկայացրել է Operation Epic Fury-ի 5-րդ թարմացումը, ձեզ եմ ներկայացնում ամբողջական թարգմանությամբ։ Մենք գտնվում ենք գործողության 4-րդ շաբաթում եւ շարունակում ենք գործել ըստ պլանի կամ նույնիսկ առաջ ենք անցել պլանից հասնելով հստակ սահմանված ռազմական նպատակներին, ուղղված Իրանի կարողությունների ոչնչացմանը իր սահմաններից դուրս ազդեցություն գործադրելու համար։ Միացյալ Նահանգների ուժերը հարվածել են ավելի քան 10,000 ռազմական թիրախների։ Իրականում ընդամենը ժամեր առաջ խոցվել է Իրանի 10,000-րդ թիրախը։ Եթե այս արդյունքները միավորենք մեր իսրայելական դաշնակցի հաջողությունների հետ, ապա միասին խոցել ենք հազարավոր այլ թիրախներ, հստակ ցույց տալով, որ միասին մենք ավելի ուժեղ ենք։ Մեր բարձր ճշգրտությամբ հարվածները ճնշել են Իրանի հակաօդային պաշտպանությունը եւ Իրանի տարածքում իրականացվող մարտական թռիչքները արդեն ունեն տեսանելի արդյունքներ։ Ահա մի քանի օրինակ։ Տասնամյակներ շարունակ իրանական ռազմական նավերը շրջում էին տարածաշրջանի ջրերում, սպառնալով եւ ճնշելով համաշխարհային նավագնացությունը։ Սակայն այդ ժամանակները ավարտվել են, քանի որ մենք արդեն ոչնչացրել ենք Իրանի ռազմածովային ուժերի խոշոր նավերի 92%-ը։ Նրանք այլևս չեն գործում։ Իմ օպերատիվ գնահատմամբ Իրան այժմ կորցրել է տարածաշրջանում եւ աշխարհում ծովային ուժի եւ ազդեցության նշանակալի կիրառման հնարավորությունը։ Ինչպես արդեն նշել էինք, Իրանի անօդաչու սարքերի եւ հրթիռների արձակման մակարդակը նվազել է ավելի քան 90%-ով
ինչը նշանակում է, որ նրա կարողությունը հարձակվելու ամերիկյան ուժերի եւ տարածաշրջանի երկրների վրա կտրուկ նվազել է։ Եվ ոչ միայն զգալիորեն թուլացրել ենք Իրանի ռազմածովային անօդաչու եւ հրթիռային կարողությունները, այլև վերացրել ենք ռեժիմի հնարավորությունը վերականգնելու դրանք։ Էպիկական ցասումից առաջ Իրանը ուներ լայնածավալ արտադրական հնարավորություններ, ոչ միայն կառուցելու ռազմածովային նավեր, հրթիռներ եւ հարձակողական անօդաչու սարքեր, այլ նաեւ զարգացնելու եւ տարածելու այդ տեխնոլոգիաները տարածաշրջանային եւ գլոբալ վտանգավոր ուժերին։ Այսօր մենք վնասել կամ ոչնչացրել ենք Իրանի հրթիռային, անօդաչու եւ ռազմածովային արտադրական հզորությունների եւ նավաշինարանների ավելի քան 2/3-ը, եւ մենք դեռ չենք ավարտել։ Մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որպեսզի ամբողջությամբ վերացնենք Իրանի ռազմական արտադրական համակարգը։ Ահա թե ինչու իմ օպերատիվ գնահատականը մնում է նույնը։ Իրանի մարտունակությունը նվազում է, մինչդեռ Միացյալ Նահանգների մարտունակությունը շարունակում է աճել։ Միացյալ Նահանգների ուժերը շարունակում են պահպանել օդային գերակայություն Իրանի օդային տարածքում, իրականացնելով ավելի քան 10,000 մարտական թռիչք։ Ինչպես նշել էի նախորդ թարմացման ընթացքում, վառելիք լիցքավորող ինքնաթիռները մեծացնում են մեր գործողությունների հասանելիությունը, իսկ կործանիչներն ու ռմբակոծիչները իրականացնում են բարձր ճշգրտությամբ հարվածներ մեր հիմնական նպատակների ուղղությամբ։ Կցանկանամ առանձնացնել B-52 ռմբակոծիչների դերը, որոնք իրականացնում են մեծ ծավալի հարվածներ Իրանի տարածքում եւ ցույց են տալիս մեր անգերազանցելի օդային գերակայությունը։ Տասնամյակներ շարունակ ծառայության մեջ գտնվող այս ինքնաթիռները յուրաքանչյուր առաքելության ընթացքում կիրառում են մինչև 70,000 ֆունտ զինամթեր։ B-52-ի օդաչուներն ու անձնակազմը մարմնավորում են այն քաջությունն ու տոկունությունը, որը ցուցաբերում են ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայողներ, ովքեր մասնակցում են այս գործողությանը։ Չկա հակառակորդ, որը չափազանց ուժեղ լինի, չկա առաքելություն, որը չափազանց բարդ լինի, եւ չկա խնդիր, որը չափազանց մեծ լինի մեր զինվորների, նավաստիների, օդաչուների, ծովային հետևակայինների, տիեզերական ուժերի եւ առափնյա պահպանության ծառայողների համար։ Ես անչափ հպարտ եմ մեր զորքերով եւ վստահ եմ, որ ամերիկացի ժողովուրդը կիսում է այդ նույն հպարտությունը։ Շնորհակալություն։ Աստված ձեզ հետ։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները տարածվում են մի քանի ուղղություններով։ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրներին, այդ թվում Քուվեյթում եւ Քաթարում։ Քուվեյթի միջազգային օդանավակայանում հարվածի հետևանքով վնասվել է վառելիքի պահեստը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Քուվեյթի իշխանությունները արդեն մի քանի անգամ բողոքի նոտա են հանձնել Իրանի դեսպանին պահանջելով դադարեցնել հարձակումները։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում ակտիվացել են նաեւ Իրանի դաշնակից ուժերը։ Եմենի հութիները հայտարարել են, որ աջակցում են Իրանին, սակայն առայժմ չեն միացել ռազմական գործողություններին, ընդգծելով, որ նման որոշումը կընդունվի ինքնուրույն։ Լարվածությունը շարունակվում է նաև Իսրայելի հյուսիսային սահմանին, որտեղ Իսրայելի բանակը ընդլայնում է իր վերահսկողությունը հարավային Լիբանանում շարունակվող բախումների պայմաններում։ Իսրայելական ուժերը առաջ են շարժվում նոր բնակավայրերի ուղղությամբ, հայտարարելով, որ նպատակն է հեռացնել Հեզբոլլա ուժերը սահմանային գոտուց։ Իրանի արևելքում Մաշհադ քաղաքում արձանագրվել է մի շարք պայթյուններ, որոնց պատճառները դեռևս հստակ չեն ներկայացվել։ Վաշինգտոնում կայացել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտի ասուլիսը, ներկայացվել է վարչակազմի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթությունները։ Լևիտը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում է, հաջողությամբ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները զգալիորեն թուլացրել է Իրանի ռազմական կարողությունները։ Մամուլի խոսնակը նաև հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է խաղաղ լուծման, սակայն չի բացառում ռազմական գործողությունների շարունակումը, ընդգծելով, որ Իրանը արդեն զգալիորեն թուլացած է եւ կանգնած է ընդամենը մեկ ընտրության առաջ՝ բանակցել կամ բախվել ավելի ծանր հետևանքների։ Բացի արտաքին քաղաքականությունից Լևիտն անդրադարձել է նաև ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ ճգնաժամին, մեղադրելով կոնգրեսի դեմոկրատներին շատդաունի շարունակման համար։ Նրա խոսքով այս իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծում օդանավակայաններում, որտեղ ուղևորները բախվում են երկար հերթերի, իսկ հազարավոր աշխատակիցներ առանց աշխատավարձի են։ Նա նշել է, որ վարչակազմը փորձում է մեղմել իրավիճակը, ներգրավելով լրացուցիչ ուժեր, այդ թվում ներգաղթի ծառայության աշխատակիցներին, աջակցելու օդանավակայանների աշխատանքին։ Լևիտի խոսքով արդեն նկատվում է որոշակի բարելավում, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նա նաև հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի կեսերին կմեկնի Չինաստան հանդիպելու նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նախապես ծրագրված այցը հետաձգվել էր, քանի որ Թրամփը որոշել էր մնալ Վաշինգտոնում, մասնակցելու Իրանի դեմ ընթացող պատերազմի կառավարմանը եւ համակարգմանը։ Չնայած պատերազմը դեռ շարունակվում է, Սպիտակ տունն այժմ հաստատում է, որ հանդիպումը կկայանա նախատեսված նոր ժամկետում։
Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովում կայացել են լսումներ, որոնք բացահայտել են լուրջ խնդիրներ։ Դրանք առաջացել են ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման դադարեցման հետևանքով։ Լսումների ընթացքում օրենսդիրները քննարկել են, թե ինչպես է շատդաունը ազդել օդանավակայանների անվտանգության եւ կիբերանվտանգության վրա։ Հանձնաժողովի նախագահը մեղադրել է դեմոկրատներին, հայտարարելով, որ նրանք քաղաքական նպատակներով են փակում նախարարությունը, վտանգի տակ դնելով ազգային անվտանգությունը։ Նրա խոսքով DHS-ի գործունեության խափանումը խաթարում է տարբեր կառույցների միջև համագործակցությունը, որը ստեղծվել էր 11 սեպտեմբերի ահաբեկչությունից հետո։ Ի պատասխան, դեմոկրատները հակադարձել են, նշելով, որ հենց հանրապետականներն ու մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Նրանց խոսքով, իրենք բազմիցս առաջարկել են ֆինանսավորել հիմնական կառույցները TSA-ը, FEMA-ն, CISA-ը եւ Coast Guard-ը, սակայն այդ նախաձեռնությունները մերժվել են։ Լսումների ժամանակ ներկայացված վկայությունները ցույց են տվել, որ իրավիճակը արդեն ունի կոնկրետ եւ վտանգավոր հետևանքներ։ Տրանսպորտային անվտանգության վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ հազարավոր աշխատակիցներ օդանավակայաններում շարունակում են աշխատել առանց աշխատավարձի։ Շատերը կանգնած են ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ, կորցնելով բնակարաններ, մեքենաներ կամ ստիպված են երկրորդ աշխատանք փնտրել։ Արդյունքում օդանավակայաններում առաջացել են ռեկորդային հերթեր, որոշ դեպքերում մինչև մի քանի ժամ տևողությամբ, իսկ աշխատակիցների պակասը հասել է վտանգավոր մակարդակի։ Միաժամանակ աճել են նաև անվտանգության ռիսկերը։ Հաղորդվել է, որ շատդաունի ընթացքում զգալիորեն ավելացել են աշխատակիցների նկատմամբ հարձակումները, ինչը լրացուցիչ ճնշում է ստեղծում համակարգի վրա։ Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը CISA-ը զգուշացրել է, որ շատդաունի պայմաններում երկրի պաշտպանությունը կիբերհարձակումներից զգալիորեն թուլանում է։ Նշվել է, որ աշխատակազմի մեծ մասը չի կարողանում աշխատել, իսկ մնացածները գործում են սահմանափակ ռեժիմով առանց բավարար ռեսուրսների։ Սա նշանակում է, որ համակարգում կուտակվում են վտանգներ, որոնք կարող են օգտագործվել թշնամական պետությունների եւ կիբերհանցավոր խմբերի կողմից։ Լսումների ընթացքում առանձնատուկ ուշադրություն է դարձվել նաեւ առաջիկա խոշոր իրադարձություններին, այդ թվում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որի ընթացքում միլիոնավոր մարդիկ կանցնեն ԱՄՆ օդանավակայաններով։ Փորձագետները զգուշացնում են, որ ներկայիս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ինչպես անվտանգության, այնպես էլ կազմակերպչական տեսանկյունից։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է փորձնական ծրագիր սկսելու օգտին, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգությունը քաղաքի տարբեր փողոցներում արագաչափ տեսախցիկներ տեղադրելով։ Ակնկալվում է, որ տեսախցիկների տեղադրումը եւ փորձարկումը կիրականացվի մի քանի փուլով։ Ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում կլինի նախնական փուլը, այդ ընթացքում տուգանքներ չեն կիրառվի։ Դրանից հետո կգործարկվի 60-օրյա նախազգուշացման փուլ, որի ընթացքում վարորդներին կտեղեկացվի նոր համակարգի մասին, իսկ առաջին խախտումների դեպքում կտրվեն միայն նախազգուշացումներ։ Դրանից հետո արդեն առանց նախազգուշացումների տուգանքները կգան։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել մինչև 125 տեսախցիկ։ Քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջան կստանա մոտավորապես 8-ից 9 սարք։ Տեսախցիկները կտեղադրվեն այն հատվածներում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում արագության գերազանցման դեպքերն ու ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչպես նաև այնտեղ, որտեղ բնակվում են երեխաներ, տարեցներ եւ այլ խոցելի խմբեր։ Համակարգը կարձանագրի այն մեքենաների խախտումները, որոնք շարժվում են սահմանված արագությունից առնվազն 11 մղոն ժամ ավելի արագ։ Տվյալները կօգտագործվեն քաղաքացիական տուգանքներ սահմանելու համար։ Միացյալ Նահանգներում նախադեպային նշանակություն ունեցող դատավարության արդյունքում ատենակալները մեղավոր են ճանաչել Meta եւ YouTube ընկերություններին սոցիալական մեդիայի հարթակների միջոցով երեխաներին վնաս պատճառելու գործով տուժողի օգտին պահանջելով $3 միլիոն փոխհատուցում։ Լոս Անջելեսի դատարանում ավելի քան 40 ժամ քննարկումներից հետո ատենակալները որոշել են, որ երկու ընկերություններն էլ անփութություն են ցուցաբերել իրենց հարթակների նախագծման կամ գործարկման ընթացքում։ Միաժամանակ հաստատվել է, որ այդ անփութությունը էական գործոն է եղել 20-ամյա տուժողի վնասի առաջացման մեջ, որը հայտարարել է, որ մանկուց սոցիալական մեդիայի օգտագործումը իրեն կախվածության է հասցրել եւ խորացրել հոգեկան խնդիրները։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նման վճիռն է Meta-ի դեմ։ Ավելի վաղ Նյու Մեքսիկոյում եւս եզրակացրել էին, որ ընկերության հարթակները վնասում են երեխաների հոգեկան առողջությանը, խախտելով նահանգային օրենքները։ Դատարանի որոշմամբ գործը կարող է ունենալ նաեւ ավելի ծանր հետևանքներ, քանի որ արձանագրվել է, որ ընկերությունները գործել են չարամտությամբ, ճնշմամբ կամ խարդախությամբ։ Սա նշանակում է, որ առաջիկայում կքննարկվի նաև պատժիչ փոխհատուցման հարցը, որը կարող է զգալիորեն ավելացնել ընդհանուր գումարը։ Ատենակալները նաև նշել են, որ Meta-ն եւ YouTube-ը գիտակցել են իրենց հարթակների վտանգավոր բնույթը հատկապես անչափահասների համար, սակայն բավարար կերպով չեն զգուշացրել օգտատերերին այդ ռիսկերի մասին։ Գործում ավելի մեծ պատասխանատվություն է վերագրվել Meta-ին 70%, YouTube-ին 30%։
Տուժողը, որը դատանում ներկայացվել է որպես KGM սկզբնատառերով եւ կոչվել է Kelly, հայտնել է, որ սկսել է օգտագործել YouTube-ը 6 տարեկանում, իսկ Instagram-ը 9 տարեկանում եւ մանկության ընթացքում գրեթե ամբողջ օրը անցկացնում էր այդ հարթակներում։ Այս գործը դիտարկվում է որպես թեստային դատավարություն, որի արդյունքները կարող են ազդել հազարավոր նմանատիպ հայցերի վրա, որոնք ներկայացված են արդեն սոցիալական մեդիայի ընկերությունների դեմ, իսկ հետագայում դրանք կարող են դառնալ նույնիսկ միլիոնավոր։ Փորձագետների մեծ մասը այս գործընթացը համեմատում է ծխախոտի եւ օփիոիդների դեմ դատական գործերի հետ, ենթադրելով, որ տեխնոլոգիական ընկերությունները կարող են կանգնել նմանատիպ լայնածավալ իրավական հետևանքների առաջ ամբողջ աշխարհում։ Աֆղանստանում թալիբների կալանքից ազատ արձակվելուց եւ ավելի քան 1 տարվա բացակայությունից հետո Դենիս Քոյլը վերադարձել է Միացյալ Նահանգներ։ 64-ամյա Քոյլը Թեխասի Joint Base San Antonio ռազմաբազայում հուզիչ վերամիավորում է ունեցել ընտանիքի հետ։ Քոյլի ընտանիքը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարությանը գլխավորության Մարկո Ռուբիոյի եւ նախագահ Դոնալդ Թրամփին հետևողական աշխատանքի համար։ Նրանք հայտարարել են, որ այժմ ցանկանում են ժամանակ հատկացնել ընտանիքին վերականգնվելու եւ Դենիսի հետ խաղաղ ժամանակ անցկացնելու համար։ Քոյլին առևանգել էին Քաբուլում իր տանից եւ պահել առանց մեղադրանքի գրեթե մեկուսացված պայմաններում։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով նրա ազատարձակումը տեղի է ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անմիջական ներգրավմամբ, ինչպես նաեւ մեծ դեր են ունեցել նրա 3 քույրերի շարունակական ջանքերը։ Թալիբանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Քոյլի մայրը դիմում էր ներկայացնել խնդրելով որդուն ազատ արձակել իսլամական տոնի առթիվ, ինչից հետո երկրի գերագույն դատարանը որոշել էր, որ նրա կալանքի ժամկետը բավարար է եւ կարգադրել էր ազատ արձակել։ Սակայն Վաշինգտոնը հայտարարել է, որ այս քայլը բավարար չէ Աֆղանստանի նկատմամբ կիրառված ապօրինի կալանք իրականացնող պետության կարգավիճակը վերացնելու համար։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ սա դրական քայլ է, սակայն անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ամերիկացի պատաններին։ Նա նաեւ հայտարարել է, որ թալիբները պետք է վերջ տան պատանների դիվանագիտությանը։ Ի պատասխան թալիբների արտգործնախարարությունը նշել է, որ Աֆղանստանը որևէ երկրի քաղաքացիների չի պահում քաղաքական նպատակներով, այլ միայն օրենքների խախտման դեպքում եւ ազատ արձակումները կատարվում են դատական գործընթացների ավարտից հետո։ Առաջին տիկին Մելանիա Թրամփը Fostering the Future Together միասին կերտենք ապագան գլոբալ գագաթնաժողովին ներկայացել է մարդանման ռոբոտի ուղեկցությամբ։ Մուտքի մոտ Մելանիա Թրամփը կանգ է առել, իսկ ռոբոտը շարունակել է շարժվել, շրջանցելով սեղանը եւ զբաղեցնելով դիրք սրահի կենտրոնում։ Մի քանի վայրկյան դալիճը դիտելուց հետո ռոբոտը հանդես է եկել ելույթով, հայտարարելով. Շնորհակալություն առաջին տիկին Մելանիա Թրամփ սպիտակ տուն հրավիրելու համար։ Պատիվ է գտնվել Fostering the Future Together գլոբալ կոալիցիայի մեկնարկային հանդիպմանը։ Այն ներկայացել է որպես ֆիգուր 3, ընդգծել է, որ ստեղծվել է Միացյալ Նահանգներում եւ նպատակ ունի նպաստել երեխաների կրթական եւ տեխնոլոգիական զարգացմանը։ Ռոբոտը նաեւ ողջունել է ներկաներին մի քանի լեզուներով, ընդգծելով իր տեխնոլոգիական հնարավորությունները, ապա հեռացել։ Dobrodošli. Thank you. Բացման խոսքում Մելանիա Թրամփը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան արտադրության մարդանման ռոբոտ է ներկայացվում Սպիտակ տանը։ Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի հիմնական նպատակն է ստեղծել գլոբալ համագործակցություն երեխաների կրթության եւ տեխնոլոգիական հասանելիության զարգացման համար։ Առաջին տիկինը կոչ է արել մասնակից երկրներին ձեռնարկել կոնկրետ քայլեր, կազմակերպել տարածաշրջանային հանդիպումներ, համագործակցել մասնավոր հատվածի հետ, ապահովել տեխնոլոգիաների հասանելիություն եւ մշակել օրենսդրական նախաձեռնություններ երեխաների պաշտպանության համար։ Նա նաեւ նշել է, որ արհեստական բանականությունը արագ զարգանում է եւ մոտ ապագայում կտեղափոխվի մարդանման համակարգերի մեջ, դառնալով կրթության եւ առօրյա կյանքի կարևոր մաս։ Նրա խոսքով նման համակարգերը կարող են ապահովել անհատականացված ուսուցում, զարգացնել երեխաների քննադատական մտածողությունը եւ նպաստել ավելի հավասարակշռված կյանքի ձևավորմանը։ Առաջին տիկինը սակայն զգուշացրել է, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ, ընդգծելով, որ երեխաների անվտանգությունը պետք է մնա առաջնային։ Այսքանն ենք առանձնացրել այսօրվա լրահոսից։ Մի մոռացեք բաժանորդը գրվել ալիքին, դա շատ կարևոր է մեզ համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Խաղաղ եւ առողջ եղեք։ Ցտեսություն։